Մարսը 8-րդ տանը վատ է նրանով, որ մարդ կարող է ինչ-որ վատ բաներ օգտագործել, օրինակ հաշիշ ծխել, խոտ, հա, ինչ-որ բաներ օգտագործել այդպիսի վտանգավոր, խմել, ծխել, օգտագործել ինչ-որ վատ բաներ այդպիսի, որովհետև ձգում է իրենց, այստեղ կախվածություն կարող է լինել, այսինքն այդ ամենին։ Նաև մարդ կարող է սև մոգությանը ձգել իրեն, էտելա չէ, վատը։ Եվ այստեղ սա հենց մութ կողմն է, որտեղ մարդը կարող է բավականին ցածր իջնել եւ իջնել ցածր վիբրացիաներով։ Դրա համար մարդիկ պետք է բարձրացնեն իրենց էներգիան, իրենց վիբրացիաները։ Անձը չպետք է տրվի խավարին եւ պետք է կարողանա այդ ցածր էներգիաները հակառակը բարձրացնեք, հա, այդ էներգիան բարձր վիբրացիաները ձեր ամեն անգամ կարող է ինչ-որ մի վատ բան ձեր կողքով անընդհատ անցնի ձեր ամբողջ կյանքը, կարծես մահը միշտ ձեր կողքով է անցնում, հա, նաև այսպիսի դեպքեր կարող են ձեր կյանքում լինել։ Ես խորհուրդ կտայի, ում Մարսը 8-րդ տանն է հորոսկոպում եւ հորոսկոպի քարտեզում եւ նատալ քարտում, ես ձեզ խորհուրդ կտամ, ճիշտ կլինի, որպեսզի դուք զբաղվեք ձեր ինքնազարգացմամբ, ալկոհոլ ընդհանրապես չխմեք, չմտնեք մութ գործերի մեջ, որովհետև դրանք ոչ մի լավ բանով չեն ավարտվի։ Մարսը 8-րդ տանը դա նաև կարող է ինչպես ձեզ բերել, հա, որպեսզի դուք ձեր կարման ճիշտ ատրաբոտկա անեք, նաև տալ լավ էներգիա, այսինքն եթե դուք ձեր կարման ատրաբոտկա եք անում, հա, ճիշտ ուղով եք սկսում գնալ եւ զբաղվում եք ձեր ինքնազարգացման։ Մարսը 8-րդ տանը դա նաև բռնաբարության դեպքերն են, որ կարող են մարդու կյանքում եղած լինել, միգուցե ավելի երիտասարդ տարիքում կամ նոր, հա, սեքսուալ իմաստով եմ ես ասում։ Եթե դուք խրվում եք այս ամենի մեջ, հնարավոր է նաև կապ ունենաք կրիմինալ գործերի հետ եւ շատ մարդիկ կարող են հայտնվել բանտում, ասենք թե անձի քարտեզը նայում ենք, մենք կարող ենք նաև իմանալ, որ մարդը եղել է նստել է, հա, հասցրել է նստել եւ եղել է բանտում կամ կարող է ապագայում հայտնվել բանտում։ Այստեղ դուք պետք է ոչ թե ձեր էներգիան գնա, հա, այլ հակառակը դուք պետք է ինքնազարգացմամբ ձեր զբաղվեք, որպեսզի ձեզ էներգիա գա, ճիշտնեք